Բոլորը խոսում են այն բազմաթիվ բացահայտումների մասին, որոնք հայտնի կդառնան մարդկությանը արդեն համակարգի փլուզումից և իշխանությունների, ներկայիս իշխանությունների անկումից հետո։ Բնականաբար կլինի բազմաթիվ հիասթափություններ և միտումնավոր քաոտիկ իրավիճակների ստեղծում, որպեսզի ապակողմնորոշվի ժողովուրդը։ Այս իրավիճակում շատ անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա տիրապետել իր զգացմունքներին և ինքնակառավարմանը։ Դրա համար հարկավոր է նախապատրաստվել։ Հարկավոր է կենտրոնանալ դրականի և ձեր ներքին ուժի կառավարելու ձեր մտքերն ու զգացմունքները այդպիսի զգացմունքների վրա։ Հիմիկվանից պետք ձեզ նախապատրաստել, որ այսպիսի մի խոսք կա, ասում է, Աստված ասել է դու այդքան չգիտես, որ անհանգստանաս, որը կարծում եմ շատ հետաքրքիր միտք է, այսինքն ամբողջը այն իրավիճակները, որոնք մենք չենք կարող անմիջապես կառավարել, հանձնում ենք տիեզերքի կառավարմանը մեր դրական մտադրությամբ։ Ցույց տուր ինձ ամենալավ լուծումը այս իրավիճակում կամ թույլ հասկանամ էլ ինչ է ինձ համար հնարավոր այս իրավիճակում, այսպիսի հարցադրումներով և պահպանելով ձեր ներքին հանգստությունը։ Երբ որ դուք արդեն կրթել եք ձեր մեջ պահպանել ներքին հանգստություն, երբ որ դուք արդեն աշխատանքը տարել եք, որ դրսի արտաքին հրահրոցները ձեր ներվային համակարգի վրա թույլ չտաք որ ազդի, որովհետև դրանով միայն ավելի եք բորբոքում իրականությունը։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր անհատ իր տանը, իր ներսում, իր իրականության մեջ պահելով իր հանգստությունը, դրանով համահունչ էներգիայի ամպլիտուդներ է ստեղծում, որպեսզի նպաստի դրական լուծումների։ Այսպիսի մտադրությամբ, որովհետև դա համապատասխանում է իրականությանը, ձեր ամեն մի ներվերի ամեն մի զգացողություն այսպես իմպուլսներ է ուղարկում տիեզերք և տիեզերքը կարողանում է դա կարդալ, իսկ տիեզերքը ինչ է, իրականության հայելին է, նույնությամբ անդրադարձնում է այն իմպուլսները, ինչ որ մենք դուրս ենք մղում մեր էներգիայով։ Այնպես որ ցավոք սրտի այսպիսի գիտությունները ծաղրանքի է ենթարկվել մարդկանց այսպես երասկոտ համարելով կամ ինչ որ ծաղրանքի ձևեր կիրառելով մարդկությանը հետ են պահել և մարդիկ նույնիսկ ամաչում են արտահայտել այնպիսի անբացատրելի զգացողություններից, որոնք իրենք ներսում զգում են, չվստահելով, որ շրջապատը ճիշտ կհասկանա դա, այսինքն չեն պատկերացնում, որ կարող է շրջապատը ճիշտ հասկանալ, որովհետև շրջապատը զոհ է այն բոլոր ուրեմն ուղեղի մաքրող լվացման այսպես ծրագրերին, որով ամբողջ մեր գիտակից ուրեմն կյանքում մեզ ցույց են տվել, որ ինչն է կարևոր, անընդհատ կաթեցնելով, այսպես ասած, այն սպառողական, մատերիալիստական և մակերեսային վերաբերմունքը, որ մենք պետք է ունենանք ըստ իրենց կյանքի նկատմամբ, պետք է կենտրոնանանք միայն կատարելուն և աշխատելը որպես միակ միջոց վաստակելու և այլն։ Իրականում ամեն ինչ հարաբերական է մեր ներքին զգացողություններին, այնպես որ նույնիսկ գիշերները չքնող աշխատող մարդը, եթե հավատա, որ ինքը արժանի չէ լավ և բարեկեցիկ կյանքի, երբեք իր կյանքը չի փոխվի։ Իսկ մարդկանց ուղեղները դարձրել են ստրուկներ,
համակարգի եւ իրենց վերադաս համարելով մարդկանց դրել են ստորադասի եւ անարժանի մեղքի զգացողություններով լցված էակներով եւ այսպեսով ուրեմն նսեմացնելով մարդու իրական ուժը, իրական էներգիան, ինքն իր մասին իրական պատկերացումը, այնպես որ կյանքը շատ ավելի խորն ու մեծ լայն հասկացողություն է, քան թե մենք կարող ենք պատկերացնել։ Սկսենք ճանաչել իսկապես ինքներս մեր ներուժը, հասկանանք, որ մենք ամեն ցանկացած իրավիճակում կարող ենք պահպանել մեր դրական վիժնը, մեր դրական տեսլականը, մտածելով, որ ես իրավիճակում ուժ ունեմ ինձ համար, իմ շրջապատի համար պահել լույս, հույս, ճշմարտություն, առանց բարձր գոռգոռալու կամ առանց հակադրելու եղած իրականությանը։ Այսպիսի մի տենդենցիա եմ նկատում հայկական հեռուստաընկերությունները կամ այդ հարցազրույց վարող շատ ալիքներ, որոշակի ալիքներ հրավիրում են իսկապես ճշմարիտ, այսպես ճիշտ գիտակցող մարդկանց եւ խոսեցնում են։ Միևնույն ժամանակ կողքից կարծես ռիդիկյուլի են նորից ենթարկում հարցի տակ դնելով այդ մարդկանց չափածուցված, այսպես ասած, վարկածները կյանքի հանդեպ։ Հասկացեք, որ շատ բաներ շատ մեղմորեն, այսպես քողարկված են, բայց դրանք եւս ծառայում են համակարգին։ Եթե դա պետական մարմնից խրախուսված ալիք է, ուրեմն ուշադիր եղեք, թե ինչպես են վարվում այդ հարցազրույցները եւ շատ անգամ մարդկանց ասածները օգտագործում են կամ իրենց դիրքերը ամրապնդելու դրան հարված տալու, եթե տեսնում են դրա մեջ ճշմարտություն, կամ էլ այնպիսի մարդկանց են հրավիրում, որոնք ասես ուրեմն առաքյալներ են եւ կարող են տեսնել ապագան եւ քանի որ մեր հատկապես բնակչությունը հավատում է այսպես ասած գուշակություններին եւ կանխատեսումներին, փորձում են այսպես գուշակություններով եւ կանխատեսերով համոզել այն իրականությունը, որոնք իրենք ուզում են պարտադրել։ Այնպես որ զգոն եղեք, ուշադիր եղեք, ամեն ինչ չի, որ տեսնում եք, ճշմարիտ է։ Բացի այդ, ինչքան հնարավոր է հեռացեք ձեր էկրաններին, մոտեցեք բնությանը։ Բնությունը ունի ֆիլտրի, բուժող եւ ապակինող ուժ։ Ամեն օր ձեր հեռախոսները, հեռուստացույցները անջատեք եւ գնացեք բնության գիրք։ Շատ մարդիկ պատկերացնում են, որ եթե հեռուստացույց շատ նայեն, լուրերը լսեն եւ այլն, կհասկանան ինչ է կատարում իրականությունում, սակայն պատկերացրեք, որ մարդ իրեն այնքան է ուրեմն expose, ինչպես ասենք, այնքան է իրեն ուրեմն համադրում այդ հեռուստատեսությունից եկած թույնի հետ, որ ինքն էլ է սկսում թունավորվել այդ թույնից։ Այնպես որ հեռու մնացեք թունավոր տեղեկատվություններից, որոնք ոչ մի լավ բան չեն անելու այս պահին ձեր կյանքում, հավատացեք եւ սկսեք զարգացնել ձեր ինտուիցիան, ներքին ուժը եւ ձեր ներքին հաստատակամությունն ու խաղաղությունը։ Այս պահին բոլորս պետք է մեկս մյուսին ոգևորենք եւ ոգեշնչենք։ Բացի դրանից, այն մարդիկ, որոնք ունեն գաղափարներ, իրենց ճշմարիտ գաղափարները, թող այս պահին դեռ չբարձրացնեն, թող գտնեն համախոհներ։ Խոսում ենք մեր գերբի ոչ ուժեղ լինելու մասին, մեր դրոշի ոչ տեղին գույների օգտագործման մասին։ Տպագրեք բացատրիչ թերթիկներ, բաժանեք ժողովրդին, առաջարկեք նոր վարկած, սկսեք արտադրել փոքր քանակությամբ էժան տարբերակներով նոր վարկածները, երբ որ համարում եք, որ դա մասնագիտորեն ճիշտ մշակված վարկածն է։ Հավաքեք ձեր համախոհ ժողովրդին, բացատրեք ինչու պետք է մենք գրենք այս նոր գաղափարները եւ ոչ թե այն հին մեզ թույլատնող սիմվոլները։ Սկսեք կիրառել կողքից մասնավոր ձևով, տարածեք այնպիսի սիմվոլներ, որոնք ուժեղացնում եւ հզորացնում են մեր ժողովրդի կամքի ուժն ու
ոգեշնչող էներգիան եւ սկսեք տարածել կողքից։ Մի փորձեք դա բացատրել ինչ որ մեկին կամ քննադատել պետական օղակներին։ Հասկացեք, որ շուրջը բոլորը միտումնավոր դիտավորյալ դա արել են։ Ում եք ինչ ապ։ Իրենք շատ լավ գիտեն ինչ են արել։ Դուք նոր եք հասկանում, իրենք դիտավորյալ վաղուց դա գիտեին ու այդպես էլ պլանավորել են։ Էլ ինչ եք ուզում հասկացնել այդ մարդկությանը։ Այն խավերին, որոնք դիտավորյալ դա արել են։ Աբսուրդը դրա մեջ է, այնպես որ ժամանակն ու էներգիան ավելի լավ է ծախսեք ստեղծագործ եւ ստեղծարար ուղղությամբ եւ ոչ թե քննադատելը, որովհետեւ դրանք բացասական էներգիաներ են, որ մեզ ավելի են թուլացնում եւ դրանք միտումնավոր ամեն մի բացասական երևույթ, այդ վիդեոները, որ տեսնում եք կառավարող մարմինների պահվածքի մասին եւ այլն, դրանք դիտավորյալ մարդկանց բարկություն, ներքին զայրույթ, վրդովմունք առաջացնելու հատուկ ծրագրեր են։ Իսկ դուք կուլ եք գնում այդպիսի ծրագրերին շատերը եւ սկսում եք ձեր էներգիան տալ, թուլացնելով ձեր ներքին ուժը։ Ավելի խոհեմ եւ համակարգված եւ խելացի ձևով պետք է նայենք այս հարցերին։ Մեր ժողովուրդը խորը գիտակցության, մեծ իմաստության եւ ամենահզոր կամքի տեր ժողովուրդն է։ Եվ այսօր մենք կարող ենք հասկանալով դա եւ ճիշտ օգտագործելով դա շարունակենք ստեղծել եւ կիրառել մերը։ Կառաջարկեմ նաեւ դպրոցների համար հենց հիմա կիրառվող ծրագրեր, որով մենք կմիանանք Սփյուռքի հայությանը եւ կսկսենք դասիրակել եւ կրթել սերունդներ, որոնք մի բռունցքի նման կաշխատի սփյուռքահայ մեր ներկայացուցիչների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փլուզվում է, բոլոր երկրներում համակարգերը փլուզվում են։ Մեր պետություն մեծ հոսք է գործելու Սփյուռքի ներկայացուցիչներից։ Ես առաջարկում եմ նաև, որպեսզի բոլոր Սփյուռքի դպրոցներում հենց որ լինի խաղաղ պայմաններ նորից եւ սկսենք շարունակել ճիշտ ձևով կառավարել մեր իրականությունը, դասավանդվի ժամանակակից հայերեն, իսկ մեր Հայաստանի դպրոցներում փոքր տարիքից երեխաները զուգահեռ սովորեն նաև արևմտահայերենը։ Սա է մեր միացման ամենահզոր ուժը։ Լեզուն միշտ եղել է մեր պահպանման եւ միավորման ուժը, եւ այսօր մենք պետք է դա կիրառենք։ Նույնիսկ սա պետք չի հայտարարել պետական մակարդակով, դե պետություն չունենք այս բան, պետական ղեկավար չունենք։ Այս բան նորմալ, որին կարելի է վստահել նման ծրագրեր։ Ես առաջարկում եմ ամեն մի մասնավոր դպրոց եւ ամեն մի ուսուցչական կազմ, որ կարող է իրեն թույլ տալ, հրավիրեք մասնագետի կամ ձեռք բերեք արևմտահայերեն գրքերի ուրեմն շարք տարբեր մակարդակների եւ սկսեք դասավանդել ձեր հայերեն լեզվի դասերի հետ զուգահեռ։ Տարբերությունը շատ չէ, երեխաները եթե փոքրուց սկսեն երկու լեզուն զուգահեռ ուսումնասիրել, տարբերությունը բոլորովին դեր չի խաղալով, որպեսզի արագ այդ երևույթը սկսի զարգանալ։ Իսկ արևմտահայ դպրոցներում պետք է ուրեմն ես ստեղծել եմ պլատֆորմ, որը հիմա հրապարակվում է եւ շատ արագ հիմա այդ պլատֆորմը կհրապարակվի, որտեղ կարելի է միավորել բոլոր գրական նյութերը, ինքս էլ գրական նյութեր եմ ստեղծում հայերենի դասավանդման համար Սփյուռքում, այնպես որ աշխատանքը տարվում է եւ կարելի է մոբիլիզացված ձևով մի քանի տարում այս ծրագիրը հասնել իր հիմնական բուն ընթացքը ապահովելով։ Այնպես որ այլ տակտիկ, այլ ստրատեգիաներ պետք է օգտագործենք այսօր, որպեսզի մեր ներքին ուրեմն չգորգորացող, այսպես ռեկլամներ չանող եւ գովազ չանելով, այլ իսկական աշխատանքի վրա կենտրոնանալով շարժվենք առաջ։ Շնորհակալություն, կշարունակենք։